Այն ազգը, որը չի հիշում իր պատմությունը, դաշ չի քաղում իր պատմությունից, պարզապես չի կարող պաշտպանել իր պետականությունը։ Բարև ձեզ, եթերում պատմության դասերն են։ Մենք այսօր խոսելու ենք վերջին շրջանի ամենաաղմկահարույց պայմանագրերից մեկի մասին, որ նորերս վավերացրեց ազգային ժողովը, հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմը եւ հատկապես այն հանգամանքը, թե ինչպես Ադրբեջանը այդ պատերազմում Հայաստանի դեմ կիրառեց Ռուսաստանից, մեր դաշնակցից ձեռք բերված ռազմամթերքը, այս հարցը բավական լայն արձագանք գտավ եւ շատ էին սրան դեմ արտահայտվողները, թեև դա չխանգարեց, որ այն ընդհանրապես դրա դեմ ազգային ժողովում լինի 8 падգամավոր։ Մենք սովորաբար մեր հաղորդման ժամանակ զուգահեռելով անցյալը եւ ներկան տեսանյութ ենք ցուցադրում, այս անգամ այդ տեսանյութը չենք ցուցադրում, որովհետեւ կարծում եմ բոլորիս մոտ չափազանց թարմ են ապրիլյան քառօրյայի դեպքերը եւ չկա դրանք հիշեցնելու անհրաժեշտություն։ Այնպես որ թերևս սկսենք քննարկումը միանգամից, նախ ներկայացնեմ մեր հյուրերին։ Ռուբեն Հակոբյան, ազգային ժողովի падգամավոր, Էդմոն Մարուքյան, ազգային ժողովի падգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, Վաղարշակ Հարությունյան, գեներալ լեյտենանտ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, եւ Թևան Պողոսյան, ազգային ժողովի падգամավոր, եւ այսպես բոլորովին վերջերս օրերս ազգային ժողովը վավերացրեց այս համատեղ համակարգերի համաձայնագիրը, պայմանագիրը 102 կողմ 8 դեմ ձայնով, 8 դեմ ձայն տված մարդկանցից երկուսը պարոն Պողոսյանն ու պարոն Մարուքյանը այստեղ են, ինչպես հասկանալ, երբ հասարակության շրջանում ընդվզումներն այդքան շատ էին, տարաձայնությունները բուռն, բայց ազգային ժողովում մի տեսակ չնայած ելույթներին բավականին սուր, շատ հարթ ընթացավ այդ քվեարկությունը։ Ինչու այդպես ստացվեց, ազգային ժողովում այլ կերպ են մտածում, հասարակության շրջանում այլ։ Առաջին հերթին պետք է հաշվի առնենք, կարծում եմ, խորհրդարանի այն դիսբալանսը, որ մենք ունենք, ինչը առաջին անգամ երևաց ԵԱՏՄ-ի Եվրասիական տնտեսական միության քվեարկության ժամանակ, երբ որ 7 մարդ դեմ քվեարկեց, 7 падգամավոր դեմ քվեարկեց, եւ սա խոսում է նրա մասին, որ հայկական քաղաքական համակարգը բալանսավորված չէ, այսինքն փոխզսպումների համակարգ ոչ թե իրավական իմաստով, սահմանադրական իմաստով, այլ քաղաքական իմաստով գոյություն չունի։ Կան իշխանական ուժեր, հա, այսինքն գործող կոալիցիան, ընդդիմադիր ուժեր, հա, եւ շատ դեպքերում նրանք բոլորը նույն տեսլականը ունեն, եթե կարելի է դրան տեսլական անվանել, Հայաստանի արտաքին քաղաքականության կամ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, զարմանալ, որ ինչու հասարակության մտահոգությունները չեն ներկայացվում խորհրդարանում, կարծում եմ, այդտեղ պետք է արդեն գնանք սկսենք քննարկել, թե ընտրություններն ինչպես են անցնում, հետո ոնց են ձևավորվում քաղաքական ուժերը եւ այլն եւ այլն։ Ես հույս ունեմ, որ 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մեզ կհաջողվի հասնել այդ քաղաքական բալանսին, որ երկրորդ կարծիքը ներկայացնողներ ավելի շատ լինեն, քան թե 7 կամ 8 հոգի։ Պարոն Պողոսյան, դուք եւս դեմ քվեարկեցիք, ի տարբերություն մյուս 102 падգամավորների, գուցե նրանց համար հիմնավորումները, որ բերվեց պաշտպանության նախարարության կողմից այնքան ռեալ էին, իրական, որ հարցեր չթողեցին, իսկ ձեզ համար ինչն այնուամենայնիվ մինչև վերջ մնաց խնդրահարույց, ինչին դեմ քվեարկեցիք ի վերջո։ Երկու հարց էի բարձրաձայնել եւ խնդրել, որ գլխավոր զեկուցողը իր վերջի ամփոփիչ խոսքում անդրադառնա, որը ըստ իս շատ կարևոր էր հասկանալու, որ վերջնական իրազեկված որոշում կայացնեին։ Դրանց պատասխանները չլսելով, ես ավելի շատ նախընտրեցի այս պարագայում այն վարքագիծը ցուցաբերեմ, որտեղ չեմ ցանկանա ի վերջո ոչ վերջնական իրազեկվածության շրջանակում որոշում կայացնեմ եւ ավելի շատ պաշտպանեցի այն մարդկանց տեսակետ, ովքեր որ ունեին մտավախություններ, բայց իրականում քննարկումները եղել են բուռն, ցավում է, որ շատ ժամանակ քննարկումների թեման չէր վերաբերվում պայմանագրի կամ գործողությունների, ես ինքս իմ խոսքից մեջ փորձեցի վերացել դա սցենարների, ասել թե ոնց կյանքում համաձայնեք, որ իսկապես առարկայական հակահիմնավորումներ այդպես էլ շատ չհնչեցին ամբիոնից։ Թեման պետք էր ավելի շատ գնար սցենարների մշակման իմաստով։ Մենք ընկել էինք երկու բառերի հետևից, կառավարումը ինչա նշանակում կամ ինչ-որ բան անում, բայց դա չբերեցին պրակտիկ կյանքում ցուցաբերելու։ Եվ դրանից հետո գալիս է մի խնդիր, որ լավ, նմանատիպ պայմանագրեր ունենք, այդ պայմանագրերում շատ կետեր կան գրած, որտեղ հայկական կողմը
ստանում է հնարավորություն, բայց այստեղ հարց է դառնում, հնարավորություններից օգտվում ենք, թե ուղղակի խոսում ենք որ ունենք։ Նկատի ունեք արդեն եղածը 2000 թվական, 2015 թվական։ Փորձեցի զուգահեռ անցկացնեմ ելույթի մեջ եւ խնդրեցի որ գլխավոր զեկուցը ասի այդ հնարավորությունները որոնք կան իսկապես տեքստում, տեքստի գրվածով այդպես է։ Բայց օգտվելու շրջանակում այս տեսակի սցենարում ինչպիսին է լինելու վարքագիծը կամ ոնց է լինելու այդ հրամանատարական շղթայի ընդհանուր ինքնակախվածության մեխանիզմներ ձևավորվելու են, որ փոխկախվածություն տեղի ունենա եւ մենք չունենայինք այդ նույն կասկածները արդյոք կօգտվենք այդ հնարավորություններից կամ թույլ կտան մեզ օգտվել դրանցից։ Իրեք ինչ թույլ տալու խնդիրը դու կարող ես ձևավորել, որովը մեկ եթե գրել է եւ մյուս կողմն էլ է ստորագրել, ինքը արդեն թույլ է տալու, չէ՞ ստորագրությամբ։ Խնդիրը թույլ տալը չի։ Խնդիրը այստեղ դու այդ հնարավորությունից օգտվես, արդեն մնացածը քո վրա որոշումն է վերցնել։ Այսօրվա դրությամբ մենք հենց նույն ապրիլյան դասերից մեկ այդտեղ մենք հասկացանք, որ կային հրամանատարներ, որոնք տեղում վերցրեցին պատասխանատվությունը իրանց վրա, գործողություն արեցին եւ կարողացան շատ այլ խնդիրներ այլ ձևով լուծեն եւ այսօրվա դրությամբ մենք հպարտ ենք դրա համար, իսկ ունեինք տեղեր, որտեղ միգուցե հրամանները ուշանում էին։ Պատկերացեք, եթե հոբ համակարգում հրամանը ուշանա, այնտեղ վարկյանների խնդիրներ է զարգանում։ Ինձ այդ էր պետք, այդ սցենարների ընկալումը հասկանալը եւ այս հարցերով փորձում էի ուղղորդել նաեւ եւ իմ խոսքի մեջ, որ տվեք պատասխանը, որ հանրությունը ավելի վստահ լինի, մենք էլ վստահ որոշում կայացնենք։ Պատկերացնելով որ հա հնարավորություն կա, բայց որ քեզ ասում են հնարավորությունը դե գրել ենք, բայց Աստված գիտի կօգտվենք թե ոչ։ Ու դրա պատասխանը չի տրվում։ Սկսում ես արդեն կասկածներով ապրել, որոնք որևէ մեկը չի փառատում։ Պարոն Հակոբյան, դուք ԵՏՄ-ի դեպքում դեմ եք քվեարկել։ Այսօր քվեարկեցիք կողմ։ Ինչու՞, որովհետև տնտեսական համագործակցությանը, ինչպես ասում են, չեք հավատում հեռանկարներին այդ կառույցի ներսում, իսկ պաշտպանական ոլորտում այնուամենայնիվ դաշնակցային այդ վստահությունը կա, դաշնակցի նկատմամբ վստահությունը։ Շնորհակալ եմ, որ հենց այս հարցով եք սկսում, իմ մուտքը, ես պետք է ասեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները ես միշտ դիտել եմ երկու տարբեր արդյունքներում։ Երկկողմ հարաբերություններ միշտ կողմ եմ եղել, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին եւ որ ես դրական իմ գործունեության ընթացքում, դիվանագիտական աշխատանքի ընթացքում փորձել եմ նպաստել, մասնակցել եւ հնարավորինս սերտացնել այդ հարաբերությունները եւ չեմ փոշմանել։ Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ ունի 400-ից ավելի միջպետական, միջկառավարական պայմանագրեր, որոնք սնվում են 97 թվականի մեծ պայմանագրերից եւ որոնք անհրաժեշտ են Հայաստանին։ Բայց այն վերպետական կառույցները, որտեղ Հայաստանը կա եւ այդ վերպետական կառույցները, ինչպիսին է ասենք ԵԱՏՄ-ն, ինչպիսին է ՀԱՊԿ-ը, ես դրանց միշտ այսպես վերապահումով եմ վերաբերել, պատահական չի ես ելույթում էլ ասացի, որ այդ նույն կառույցներում ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում Ադրբեջանը չլինելով այդ կառույցի անդամ, ինքը շատ ավելի ռազմավարական դաշնակիցներ ունի, ուշադրություն դարձրել, թե ԵԱՏՄ-ում, թե ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը։ Եվ պետք է փաստը նկատի ունենալ եւ ինչ որտեղ այդ վերպետական կառույցները ինչ որտեղ ուղղակիորեն թե անուղղակիորեն ինչ որտեղ խոչընդոտում են հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացմանը, սա շատ կարեւոր է։ Դրա համար իսկապես սա երկկողմ հարաբերություններին է վերաբերում։ Ես բացարձակապես չեմ կիսում այն, այսինքն ճիշտ չի, որ հիմքում տեսնում են 4 օրյա այդ պատերազմը կամ ավանտյուրան, որտեղ սա դուրս է դրանից։ Ռուսաստանը ունի այսօր 3 հովանոց, դրանք հովանոցներ են կոչվում, մեկը ուրեմն Բելոռուսի հետ է պայմանագիրը, որը արևելյան Եվրոպան է ծածկում, այսպես ասած, մեկը Ղազախստանի հետ, որը արևելյան հայտատվածն է եւ այլն, եւ մեկը Հարավային Կովկասը, Հայաստան, հայ-ռուսական։ Այն պայմանագրերը կոչվում են միասնական, մերը համատեղ։ Դա էությունը չի փոխում, բայց խնդիրն այն է, որ սա տարածաշրջանային լուրջ գործընթացներ են բնականաբար նախատեսում եւ բոլորն էլ հասկանում են դա, ես բոլորին չպետք է կապել, չպետք է կապել այդ պատերազմի հետ։ Եվ մի կարևոր հարց, Արցախը այստեղ որևէ գործ, որևէ դերակատարում Արցախի գործոնը չունի։ Բացարձակապես Արցախով պայմանավորված չի, ուղղակի այստեղ ինչ կար, որ այդպես էլ հիմնականում շարժման թեմա դարձավ, որ սա ըստ էության մեր հոպը կմտնի ուրեմն այդ միասնական տարբերակի մեջ եւ չեն կարող առանցին դեպքերում եթե անհրաժեշտ լինի, եթե միայն հայ-ադրբեջանական ենթադրենք հակամարտությանը վերաբերում, Ռուսաստանը չի մասնակցում, մենք չեն կարող օգտագործել իգնորեն մեր հոպը, սա իսկապես շահարկում էր, որովհետեւ փաստաթուղթ կարդալը մի բան է, փաստաթուղթ կարդալ հասկանալը մեկ այլ բան, այսպիսի փաստաթղթեր, եթե կարդում ես էության մեջ շատ բարձ հստակ ասվում է, որ մեր հոպը իգնորեն է, առանցին դեպքերում, եթե անհրաժեշտություն կա,
առանց որևէ խոչընդոտի, առանց որևէ կաշկանդվելու ինքը կարող է դիցուկ նկատի առնում, ասենք Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական հնարավոր բախումները, որը շատ հնարավոր է։ Դե Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է եւ այստեղ է նաեւ հիմնական այն հակասության կետը, որտեղից պետք է սկսել։ Որ պետք է ասել, Հայաստանը ոչինչ չի կորցնում, բայց պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանային զարգացումների մեջ ի վերջո Թուրքիան ունի 1 միլիոնամոց ՆԱՏՕ-ի չափանիշներով զինված բանակ, հակաօդային հզոր պաշտպանական համակարգ եւ հասկանալի է, որ եթե ինչ-որ դիտում ենք զարգացումների մեջ, Թուրքիան իր դերակատարություն ունի այս մեր տարածաշրջանում եւ Հայաստանը ընդհանրապես ոչինչ չի կորցնում, բացի այն, որ իսկապես անհրաժեշտության դեպքում որպես լրացուցիչ ռեսուրս մենք կարող ենք օգտվել։ Դրա համար պետք է ինքնանպատակ չլինի եւ 14-ը չխառնել իրար։ Իմ շատ երիտասարդ եւ խորհրդարանում իրենց հայտնի, այսպես պրոֆեսիոնալ տեսվածքով հայտնի գործընկերներին պետք է ասեմ, որ որևէ հիմնավոր փաստարկ, որ կարող է ասել Հայաստանը ինչով է տուժում, Հայաստանը ինչ է կորցնում, ցավոք սրտի այս ընթացքում մենք չլսեցինք։ Բացի այն, որը իրավունք ունի, որպես միտք գոյություն ունենալ, որ որոշակի անվստահություն կա Ռուսաստանի որոշ պահվածքի նկատմամբ։ Մնացած զգացական մակարդակի վրա։ Պարզ օրինակը կա, պարզապես այնքան թարմ է այդ օրինակը, որ դա կա, բայց սա մի քիչ ուրիշ ասպեկտի վրա պետք է տեսնել։ Պարոն Հարությունյան, ընդհանրապես հենց ապրիլյան այդ օրերին այն հանգամանքը, որ Ադրբեջանը ռուսական զենքով սկսեց մեզ հարվածել գերժամանակակից ռազմամթերքով, մի տեսակ անվստահություն է իսկապես հասարակության մեջ ձևավորել Ռուսաստանի նկատմամբ որպես դաշնակցի։ Սա անհերքելի փաստ է։ Այնուամենայնիվ այս փաստաթղթում կան այն հիմնավորումները, որոնք կկարողանան մեզ թույլ տալ խուսափել այդ անվստահությունից, անցնել դրա վրայով։ Կոնկրետ, առավել մասնագիտական, դուք մեզ կարող եք ասել, որն է այն առավելությունը, որ մենք այս համատեղ համակարգի մեջ մտնելով ստանում ենք եւ որտեղ է այն ռիսկը, որն այնուամենայնիվ գոյություն ունի։ Ուրեմն ես կուզենայի մենք հստակեցնենք, ինչ որ դուք հարց տվեցիք ինձ, եւ Ղարաբաղի մասը տարանջատել, որտեվ այն ինչ որ մենք այսօրվա քննարկման թեման է, ապա դա չի վերաբերվում Ղարաբաղին, բայց մի քանի խոսքով անդրադառնամ այդ մասին, որ Ռուսաստանը այդ ապրիլյան պատերազմի կոչված ժամանակ ինքը որևէ դերակատարում չի կարող ունենալ, որտեվ մեր բոլոր պայմանագրերը հայ-ռուսական եւ հապկի շրջանակներում վերաբերվում են միայն Հայաստանին, եթե Հայաստանի դեմ կատարվում է ագրեսիա։ Այնպես որ այստեղ խառնել դա ուղղակի պետք չէ, էլի։ Բայց Հայաստանը նորից եմ ասում Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Այո, դա ես դրան կանդրադառնամ, թե ինչպես սա անդրադառնում է նաեւ Ղարաբաղի անվտանգությանը, բայց ուղղակի սա չի կարող։ Սա անդրադառնում է մեր հզորացման միջոցով Ղարաբաղի անվտանգության ապահովման մասով։ Հիմա ինչ վերաբերում է այն զենքին, ինչ որ օգտագործվել է այնտեղ, այստեղ ինձ թվում է ապակոնորոշում է գնում հասարակությանը, որ դա ռուսական զենքով է իրականացվել։ Ես դες ասեմ, որ ուղղաթիռների երկու խոսված ուղղաթիռը դա Ուկրաինայում արտահայտված զենք է եղել, իսկ խոսված տանկերի, ասենք թե 80%-ը դա եղել է ուկրաինական եւ այլ պետություններից։ Այնպես որ խոսել ռուսական զենքի մասին, դա այլ թեմա է։ Սմերջը մի նաև Ուկրաինայից են ստացել 96 թվից։ Հիմա դուք կարող եք ասել, որ Սմերջից են կրակել։ Խնդիրը այստեղ այն չի, որ ես ուզում եմ դա անել, ես ուղղակի խնդրում եմ, որ մենք հստակ մեր հասարակությանը ճիշտ տեղեկություն ներկայացնենք։ Հիմա ինչ վերաբերվում է այս համակարգին, ապա այստեղ ամեն ինչ հստակ գրված է, նոր բան չկա, սա ուղղակի շարունակում է եւ ԱՊՀ հոբ համակարգից ուղղակի տեղափոխվում է հապ համակարգ։ Որը մի փոխություն այստեղ չի լինում։ Այն ինչ որ մենք ունենք, այստեղ գործում է եւ գործում է 94 թվից, որը մի նոր բան այստեղ չի ավելանում։ Եվ այս ինչ որ մենք ունեցել ենք այսօր հակաօդային պաշտպանությունը, դա իշնորհիվ մեր համագործակցության հայ-ռուսական 92 թվից, այն ինչ որ մենք հիմա կարողանում ենք պահպանել մարտունակությունը, դա իշնորհիվ այս համագործակցությանը եւ ապագայում խնդիր կա զարգացնելու, դա նույն ձևի մենք կապում ենք այս պայմանագրի հետ, որտեղ այն ինչ որ մենք ունենք այսօր, դա միայն ռուսական զենքի արտադրությունն է, մեր կուրսանտները եւ սպաները առաջի օրվանից սովորել են
Ռուսաստանում, Թվերի ակադեմիայում եւ Սմոլենսկում, եւ ինչ մենք սպա ունենք, դա Ռուսաստանում պատրաստված բարձր կվալիֆիկացիայի սպաներ են։ Այնպես որ երբ որ մենք կոմպլեքս նայում ենք, թե սա ինչ է մեզ տվել, սա մեզ տվել է, որ մենք կարողացել ենք ստեղծել հակաօդային պաշտպանության Հայաստանի Հանրապետության, պահպանել եւ զարգացնել։ Դա զենքի տեսանկյունից, դա կադրերի պատրաստման տեսանկյունից եւ տեխնիկական ապահովման։ Մենք դա ամեն ինչ անում ենք Ռուսաստանի հետ միասին։ Հիմա ինչով է սա ուժեղացնում մեզ, այսօր չէ, ընդհանրապես։ Եթե մենք նայենք հակաօդային պաշտպանության, ապա հակաօդային պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության այսօր ունի առանձին բաղադրիչը, դա հայկական հակաօդային պաշտպանությունը եւ լրացուցիչ ռուսականը։ Ռուսականը դա ավիաէսկադրիլյանը, որը տեղակայված է Երևանիում, 20 հատ ինքնաթիռ ժամանակակից, որը ունի ոչ Ադրբեջանը, ոչ ասենք թե այլ պետությունները տարածաշրջանի, որի մի գինը մի ինքնաթիռի 30 միլիոն է, եւ գործումը դրա եւ սպասարկումը ավելի մեծ գումարներ է։ Եթե 20 հատ մենք այստեղ ունենք, դա պատկերացնում եք դա ինչ գումար է եւ ինչա։ Եվ նա ծառայում է մեր հակաօդային պաշտպանությունը ապահովելու համար։ Եվ գիշեր ցերեկ Երևանիում մարտական հերթապահություն են իրականացնում ինքնաթիռները։ Գիշեր ցերեկ։ Եվ 102-րդ բազայի S300-ը, որը նույն ձև իրականացնում է մարտական ծառայություն։ Ինչ ենք մենք ստանում։ Մենք ունենք մեր հակաօդային պաշտպանությունը եւ ունենք ավելացված այդ միջոցները Ռուսաստանի, որոնք նույնպես գիշեր-ցերեկ ապահովում են մեր անվտանգությունը։ Ղեկավարումը այդ ուժերի մեր կողմից է։ Այսինքն անդրաժեշտության դեպքում մենք ենք որոշելու, մեր հրամանատարությունն է որոշելու դա կբարձրանա օդ կկրակի, ում կկրակի, երբ օրինակ Ադրբեջանը խախտի ինչ-որ մի պայմանավորվածություն եւ այլն, մեր հրամանատարը ունի հնարավորություն հրաման արձակելու, որ կրակեք ադրբեջանական ինքնաթիռ մեր տիրապետության տակ է եւ ցանկացած պահի մենք կարող ենք ղեկավարել։ Ձեր խոսքից դա դուրս եկա, բայց նման գոյություն չունի։ Լսեք, դուք չգիտեք, դուք իրավաբան եք, դրա մասին խոսեք, պայմանագրի։ Իսկ ես հիմա դրա մասին պատմում եմ։ Այո, մեր ենթագայության տակ։ Այսինքն մեր հրամանատարները 20 ինքնաթիռը հրահանգել ու բարձրացնել։ Այո։ Դուք եք ապակոմորոշում մեր հասարակությանը։ Հիմա նայեք, մասը քեզ պատասխան։ Ես, դուք չգիտեք, ինչ պիտի պատասխանեք, եթե չգիտեք։ Ուրեմն այդ ինքնաթիռները մենք բերել ենք 98 թվին եւ դա համակարգ է գործում։ Այդ ինքնաթիռները եւ S300-ը ռուսական բազայի ուրեմն մտնում են մեր հակաօդային պաշտպանության համակարգի մեջ եւ ենթարկվում են միացյալ հրամկետին, որը գտնվում է Հայաստանում եւ դրա ղեկավարը հայ սպայը եւ որոշումները ոնց որ այստեղ նշված է ընդունում է հայկական կողմը եւ բացի դրանից, որպեսի մարդիկ հասկանան ոնց է դա գործում, հրաման ով է տալիս, ինչ է տալիս, սա արդեն գործում է 20 տարի է համակարգը։ Ուրեմն կան փաստաթղթեր, ծրագրեր ստորագրված եւ ռուսական եւ հայկական կողմերից նախարարների մակարդակով եւ ավելի ներքևիչացած ինստրուկցիաներ, ասենք թե հակաօդային պաշտպանության հրամանատարի Ռուսաստանի եւ Հայաստանի, որտեղ ամեն ինչ հստակ նշված է, թե եթե ինքնաթիռը մոտենում է Հայաստանի սահմանին, դա կլինի Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից 50 կիլոմետրի զոնայում, ապա այստեղ տագնապ է հայտարարվում եւ ինքնաթիռները պատրաստ են եւ գիտեն ինչ պետք է անեն։ Եվ հրամանները եւ որոշումը խոցելու կամ նստեցնելու այդ ինքնաթիռը Հայաստանի տարածքում որոշումը հայկական կողմը։ Սյունիքում կանգնած մեր հակաօդային պաշտպանության միջոցները փակում են Ղարաբաղի օդային տարածքը։ Նույնիսկ չեմ ասում, որ մենք որպես երաշխիք կարող ենք դա տեղափոխել այնտեղ։ Հիմա ինչ վերաբերում է, թե ինչ ուժեր պետք է մտնեն այդ համակարգի մեջ։ Ուրեմն մենք ենք որոշում եւ այստեղ նույն պայմանագրում գրված է, որ մենք ենք որոշում, թե ինչ ուժեր պետք է մտնեն այս միացյալ համակարգի մեջ։ Դա կլինի 20%-ը, 15%-ը, դա է մտնում այդտեղ։ Եվ 8-րդ կետով այդ 15-20%-ը, որը մտնում է համակարգի մեջ, անկախ նրանից մենք կարող ենք օգտագործել, ինչպես մենք ուզում ենք, միայն պահանջ կա, որ մենք պետք է տեղեկացնենք։ Սա ինչ է մեզ տալու։ Մենք ունենք S300 մեծ քանակի դիվիզիոններով, որի մի գինը, ասենք թե տարբեր չափանիշներով, ասենք թե Ադրբեջանը առել։ Դրանք մենք անվճար ունենք։
Դրանք մենք ես գիտեմ, որ Պաշտպանության նախարարությունը, ներեցեք, հենց այս քննարկումների ժամանակ հարցմանի պատասխան լրատվամիջոցների ասել էր, որ այս 300-ները կար խոսակցություն չէ, որ այս պայմանագրով դրանք ընդհանուր են դառնում, դրանք տրվում են, ոչ ընդհանուր են դառնում, դրանք պետք է ձեռք բերվեն։ Մենք ունենք արդեն Հայաստանի տարածքում 5-ից 6 դիվիզիոն S300 Որոնք մերն են, որոնք ոչ մեկին չեն, բացի Հայաստանից։ Մենք որ գնել ենք մերն են, որովհետև մի բան զրի չի տրվել, ամեն ինչն էլ գնվել է։ Որ բազայի տարածքում է իրանցն է, պարոն Հարությունյան։ Բազայի տարածումը դա իրանցն է, դրա համար ասում եմ, սա ավելացնում է եւ իրանք ծառայություն են իրականացնում մարտական եւ պահում են օդային տարածքը։ Ես ուղղակի հերթով փաստարկներով գամ, նախ վստահության մասին խոսեց պարոն Հակոբյանը, կա կորսված վստահության խնդիր ու կա մեծ դեֆիցիտ։ Եվ մինչև ապրիլյան պատերազմի դեպքերը երկար տարիներ արդեն 3-4 տարի մեծ քանակությամբ Ռուսաստանի Դաշնությունից զենք է գնել Ադրբեջանը, ընդ որում հարձակողական, ընդ որում որոշ դեպքերում նաև մասսայական ոչնչացման բնույթ ունեցող զենքեր։ Եվ երբ որ Հայաստանում ընդդիմադիր գործիչները, էքսպերտները հայտարարում էին, մտահոգություն էին արտահայտում դրա հետ կապված, ասվում էր պաշտոնական մակարդակում, մեր ԱԳՆ-ի մակարդակում, եթե չեմ սխալվում, պարոն Հարությունյանը նույնպես մի հարցադրությամբ ասել է, որ դա բիզնես է, դա խնդիր, բան մեկ անհանգստանա եւ այլն եւ այլն։ Նրանք որ ծախել են, իրանք կվերահսկեն, բան։ Եվ ունեցանք ապրիլյան պատերազմը։ Եւ հիմա ասել պարոն Հարությունյան, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ու բանը ուղղաթիռները ուկրաինական էին, բան տանկերը որ բանը դրանք էլ, այսինքն T90 տանկ չեն վաճառել Ադրբեջանին։ T90 տանկ չի կիրառվել ապրիլյան պատերազմի ժամանակ, Սոնցեպեոկ TOS-100 համակարգը չի կիրառվել, Սմերջը չի կիրառվել, եւ փակ պաշտպանության հանձնաժողովի փակ նիստի ժամանակ, երբ որ մեր ռուս գործընկերներն էին եկել, ես հիմա գալիս եմ այդ հակաօդայինի թեմային։ Մենք ասում ենք, բա ինչի վաճառեցիք, ինչ եղավ, սա գործընկերային հարաբերություն չի, սա խնդիր է մեր մեջ առաջացնելու, մեր ժողովուրդը լուրջ մտահոգված է, բան, ինչ էին մեզ ասում, դե գիտեք, ասում Ադրբեջանն էլ է մեր ռազմավարական գործընկերը, եւ սա նաեւ հրապարակային պաշտոնական մակարդակում է։ Հիմա հարց։ Այն համակարգը, որ պարոն Հարությունյանը ներկայացնում է, երբ որ ադրբեջանական ուղղաթիռներ մտնեն ռազմական, հայկական տարածք, ռուսական որևէ բան չի կարող դրա դեմ կիրառվել։ Իրանք իրանց գործընկերոջ դեմ թույլ չեն տալու, որ մենք բան կիրառենք։ Մենք մեր ազգայինը կկիրառենք, սա ուրիշ հարց է։ Բայց մարդկանց հույսով անել, ասել, որ այս դրածաբան սաղեսա կգնան, կթռնեն, կխփեն, կգցեն, բան, նման բան չկա։ Եվ երկրորդը, այդ որ դուք ներկայացնում եք պարոն Հարությունյան, որ ստորագրված է 6-րդ կետը բան։ Ադրբեջանական թուրքական երկու ուղղաթիռ մտան հայկական օդային տարածք։ Ինչ արեց այդ համակարգը։ Ոչ մի բան, փախտեցին գնաց։ Դրանից հետո հայկական ուղղաթիռը խոցվեց պարոն Հարությունյան։ Հապկի մասին խոսեցիք, չէ՞։ Հապկը դատապարտող թիրախավորված հայտարարություն արեց դրա մասին։ Ասեց դատապարտում ենք մեր գործընկեր հապկ անդամ Հայաստանի Հանրապետության ուղղաթիռը խոցելու դեպքը, որը որ Ադրբեջանը խոցել։ Նորից եմ ասում, երբ որ ռուսական ինքնաթիռը խոցվեց։ Այդ մեջ ինչի եք դուք բերում Ղարաբաղը։ Ղարաբաղը չի մտնում այս։ Ինչ ուղղաթիռ էր խոցվել պարոն Ղարաբաղյան։ Ղարաբաղյան ուղղաթիռը խոցվել Ղարաբաղի տարածքում։ Եվ որևէ բան գործընկերային բան չկա։ Չէ, բայց եթե դուք մի փոքրիկ անդրադառնանք, սա կոչվում է բան, այսինքն սա կոչվում է եթե կարելի է միշտ կարելի է խնդրեմ պարոն ասել, որ Ղարաբաղը դուք իրավաբան եք, դուք գիտեք Ղարաբաղը ես թեմային էլի անդրադառնանք, պարոն Հարությունյան, այսինքն կան հարձակվելների վրա, այդ ոչ մի բան մենք չօգտագործենք, ու ասենք դե դա Ղարաբաղն է։ Ցավոք սրտի այստեղ գալիս է այս խնդիրը։ Տաուշի վրա որ կրակում էին Փաստորեն իսկապես որքան էլ ընդունվեց, վավերացվեց խնդիրը։ Նայեք, այստեղից է գալիս այն իմ ամենաբարձրացած խնդիրը, երբ որ դու ձեռք ես բերում հնարավորություններ փաստաթղթի վրա, բայց կյանքում լրի ուրիշ ամեն ինչ ասում։ Մենք ունեցել ենք մեր իրական կյանքում հնարավորություններ, դեպքեր, որտեղ ունեցել ենք խախտումներ, երբ որ իրար հետ քննարկել են, հրամանը այստեղից կամ տեղեկությունը գնացել է Ռոստով, Ռոստովից հասել է Մոսկվա, Մոսկվայում կամ գտել են մարդ կամ չեն գտել, շոր ուշացումներով եկել է Ռոստով, Ռոստովից եկել է այստեղ Էրեբունիում ասել են դե ինքնաթիռը բարձրացեք, ինքնաթիռը միջև բարձրացել են, ուղղաթիռներն էլ են գնացել, մնացածներն էլ եղել։ Հենց իրական այդպես ասած այս դեպքերը ունեցել ենք, իրական խնդիրներից ելնելով կայացել է որոշում, որ այո, եւ Ղազախստանում, եւ Բելարուսիայում, եւ Հայաստանում հրամանատարությունը անցնելու է տեղական հրամանատարներին, որոնք այդ որոշումները մի քիչ ավելի արագ կկազմեն։ Այնտեղ միացյալ են ձևավորվել, մենոնք մի քիչ ավելի լավ են բանակցել բացատրելով, որ մենք ունենք այլ
նաև խնդիրներ մենք չենք կարող ամեն ինչ դնենք, դա համար միավորված կլինի կորոշենք ինչը դնենք, ինչը չէ, որովհետև այս մի կողմի հետ կապված չէ, ինքնուրույնությունը պահպանելու ինքնուրույնությունը մեզ պետք է պահպանել, նույնը Ռուսաստանն էլ էր հասկանում, որ թե Ադրբեջանի հետ մի շուր բանել ինքը չի ցանկանում մասնակցել, թող Հայաստանը ինչ ուզում է իր սեփականով անի, բայց դրա հետ միասին հրամանատարությունը տվել է, բայց նույնիսկ եմ ասում, սա առայժմ թղթի վրա է։ Հիմա այս թղթի վրայից իրական կյանքում եթե կլինի օրինակ վաղը մի հատ վարժանքների շուր մի մեծ խնդիր եւ առաջի անգամ կփորձարկվի եւ իսկապես այդ ամեն ինչը կաշխատի, ես կհավատամ, որ իսկապես այդ հնարավորությունը դառավ իրականություն, այլ ոչ թե մնաց թղթի վրա։ Երկրորդ խնդիրը, որը ես շատ եմ այս պարագայում կարևորում եւ հասկանում, ինչը որ հնարավորություն կա, բայց ինչպես են անելու թե ոչ, դա համատեղ գնահատումն է նաև մարտահրավերների եւ վտանգների խնդիրներից եւ դրանից ելնելով համատեղ լուծումներ տալու, որտեղ կա այդ հնարավորությունը բանակցելով, գալ ասելով, որ Հայաստանի վտանգը մենակ Ադրբեջանը ու Թուրքիան չի, կան այլ հնարավորություններ։ Նույն Ռուսաստանի համար էլ կարող է այլ ընկալումներ լինի եւ ոչ թե այն ինչ որ արդեն ունենք, ավելի արդիականացված համակարգեր այստեղ տեղադրվի, որից մենք կստանանանք հնարավորություն օգտվելու։ Կբանակցեն մերոնք թե ոչ, այստեղ մնում է նորից հնարավորությունից կօգտվենք, թե չենք օգտվելու։ Ցավոք սրտի, այս մի պարագան չի աշխատում, չունի եւ մենք ստանում ենք խնդրեմ, որ վստահաբար ասում ենք, դե գիտեք ինչա, չենք հավատում, որ դուք հրաման տվող եք, ինքնաթիռ բարձրացնող եք, չենք հավատում, որ դու այսօր կարող ես հրաման տաս եւ այդ նույնիսկ ռուսական S-300-ը օգտագործես, որովհետեւ ոնց որ թե միջև հիմա չի եղել, այս թղթից հետո էլ ասենք չեք գալիս ասում, որ սենց է լինելու, հեշտ չկասկածեք։ Ենթադրենք մենք չենք ստորագրում այս պայմանագիրը։ Հիմա ինչ, դրանք իրենց տոզերը կամ չգիտեմ սմերշները, որ վաճառել են, հետ կվերցնեն, չեն վերցնի։ Իրենք սխալ են արել, իրենք վստահություն են կորցրել։ Այո, իրենք մի անգամ ասում են Հայաստանը մեր ստրատեգիական ռազմավարական դաշնակիցը, հատկապես վերջերս 4 անգամ էլ ասում են Ադրբեջանն է մերը։ Էս է իրականությունը, բայց նաև պետք է իրականության հետ հաշվի նստել եւ այսպես խռովկանի տես չընդունենք, ռազ դուք այդպես եք անում, որովհետեւ մենք էլ չենք ստորագրում, հետո իսկապես աշխարհակարգը փոխվում է։ Հիմա ասենք թե չասենք, 25-26 տարի մեր պետությունը զարգացել է Ղարաբաղի պրիզմայով։ Պետք է հասկանանք։ Հիմա իսկապես հապկը, ես քիչ առաջ ասացի, ես միջազգային համաձայն չեմ, սա հապկը, ես հապկից երբեք օգուտ չեմ տեսել։ Այո, հենց ամբողջ հարցը սա է, որ սա երկկողմանի է, երկկողմանի է։ Եվ ակնկալել ոչ, չի կարող լինի եւ չի կարող իսկապես Կահակասի ներողություն Կահակասի եթե լինի։ Հայաստանը իսկապես ունի հզոր հակառակորդային պաշտպանության կարիք։ Այդ բանը միայն կարող է ապահովել այն ինչ որ մենք ստորագրեցինք։ Եթե որևէ այլ ընտրանք կա, նրանք ովքեր մերժում են, եթե ասեն այդ մենք դրա փոխարեն սա ենք, մենք առաջարկում, կարող քննարկենք, բայց երբ մերժվում է եւ փոխարենը ոչինչ չի առաջարկում, այ դա չեմ հասկանում։ Մերժվում է, որովհետեւ ասում են, որ այնքան էլ հիմնավորված չեն պատճառները, թե ինչու են։ Դե հիմա ես ձեզ ասում եմ, քննարկումը բավականին լուրջ քննարկվեց, այդ որ ասում ենք չքննարկվեց, այդպես չի։ Լուրջ հաստատ, որ սա վնասում է Հայաստանին, որը մեկը չկարողացա բերել։ Հիմա էլ իմ ընկերները չեն կարող բերել, որը գործընկերները, որովհետեւ հնարավորությունից օգտվելու մեկ վայրկյան։ Հիմա մենք ասում ենք այն չեմ մտեք քննարկման մեջ։ Ես ասում եմ ռազմական հանցագործ ռեժիմին զենք են վաճառում, թող դադարեցնեն զենքի վաճառքը։ Վստահությունը վերականգնեն իրենց գործընկերոջ նկատմամբ ու համագործակցություն։ Հակադարձ հարց եմ տալիս։ Հա, չի դադարեցնում։ Սուր եմ տալիս հարցը։ Չի դադարեցնում։ Ուրեմն պետք է Հայաստանը այլ ընտրանքներ փնտրի։ Ուրեմն առաջարկեք դա, առաջարկեք դա։ Մատուղության մեջ հետո ասել Հայաստանը տես հազարգացել։ Այդ լավ զրույց է դա, այդպես կարելի ասել, բայց հիմա ներողություն, հիմա եթե դուք առաջարկեք, թե ինչ եք առաջարկում։ Այսօր երկու տարբերակ կա։ Կամ սա կամ ՆԱՏՕ։ Եթե մենք եկեք համարձակություն ունենք, ասենք այդ դեպքում եկեք ամեն ինչ մի կողմ դնենք, ՆԱՏՕ-ին ասենք ՆԱՏՕ, եկեք համագործակցություն ունենք, պարոն։ Չէ, ամենայն դեպս պաշտպանության համակարգը ՆԱՏՕ-ական չի։ Չէ, դրա համար եթե մենք մերժում ենք այս համակարգը, անուղղակիորեն ասում ենք, ուրեմն միակ այլ համակարգ որ կարող է մեր ազգայինը պետքա զարգացնենք։ Ուրեմն իմ խոսքը հետեւյալն է, ես կողմ եմ ցանկացած, այսինքն այլ ընտրանքի, եթե դա հիմնավորվում է եւ առաջարկում է, ոչինչ չառաջարկել, մերժել, վտանգ եմ տեսնում եւ երկրորդ Ի վերջո մենք հասկանանք մեր հնարավորությունների սահմանը այսօր իմանալով Ռուսաստանի շատ դաժան խոսքեր եմ ժամանակին ասել նաև իմանալով մեր հնարավորությունը մենք կարիք ունենք հզոր պաշտպանական համակարգի եւ այսօր դա է
Ուրիշը կլինի, ուրիշը կանենք բառը։ Մի նախադասություն ավելացնեմ, պարոն Արարատյան, որ բանը, ուղղակի այստեղ երկու խնդրի իրար չխառնենք։ Առաջինը զենքի վաճառքը հնարավորություն ընձեռեց, եթե նույնիսկ ռուսականից չի գրակե, չնայած շատ ժամանակ հենց ռուսականն մի ինչ-որ փոչերնել են աշխատել կամ բանը, բայց ձևավորեց այն ավելցուկը, որ դե Ադրբեջանը իրան ուժեղ զգաց ուկրաինական օգտագործել, այնպես որ Ռուսաստանը sense տենից նպաստել է, թե ոչ ուղիղ իր զենքով, բայց բանը։ Բայց երկրորդ խնդիրը այստեղ, երբ որ մենք գալիս ասում ենք, որն է մեր այլընտրանքը կամ որն է մեր հարցերի մեջ, երբ որ մենք ցանկանում ենք խոսալ, հա, նորից եմ ասում, խնդիրը չէր գալիս ստեղ, նայեք, մենք խնդրեմը միշտ ման են գալիս դրսի իշոր պարտներների մեջ, մոռանալով, որ խնդիրը մեր մեջ պետք է ման գանք։ Ես քանի անգամ ասեցի, հնարավորությունից օգտվելու ենք, թե ոչ։ Հայաստանին այսօր շատ կարևոր է օրինակ ունենա ոչ թե այս միայն A300-ները եւ անունը ասի դրին, բայց նաեւ շատ ակտիվ օգտագործվող համակարգեր։ Բուկնա, կուբնա, պանցիրնա։ Ես քանի անգամ ասեցի, մարտահրավերների եթե համատեղ եք գրավում, բերելու եք այդ հարցերը։ Իմ հարցերս ուղղված էր եղել միշտ այս խնդիրներին, որովհետև պետքա չմոռանանք, որ միայն եւ միայն քաղաքական ասացվածքով չի որ։ Բան, տենց որոններ հիմա այնքան բան էինք ասել, որ Հայաստանը կա, նույն Ռուսաստանը 200 միլիոնի ցուցակը հրապարակեց, միգուցե հույս ունենալով, որ Ադրբեջանը չի գնա ավանտյուրային մտածելով, թե այդ զենքը այստեղ է։ Բայց Դոնց եմ ասում, եկեք ճիշտ հասկանանք, խնդիրը մեր մեջ առնելու, սա քանին գրած պայմանագիր չի։ Ռուսաստանի դուման դեռ չի վավերացրել։ Ես բարձրացած մտահոգություններին կարելի էր պատասխաններ տալ, եթե նույնիսկ պետք էր նորից ասենք, եկեք երկու անգամ էլ նայենք, որևէ մեկը այսօրվա դրությամբ չի ասել, որ հակաօդային պաշտպանությունը մենք կանանք այլ ընտրանքի տակ մտցնենք, որովհետև Մանարությունը շատ մեծ կարևոր կետ ասաց, որը չես կարող դու մեկ օրում փոխես։ Դու կարաս ստրատեգիա դնես 50 տարվա մեջ հասնես, դեպս դու մասնագիտական բազատ, եթե հոբ համակարգերի չսկսես զարգացնելը, այլ ընտրանք չես ընտրելու։ Այդ սարքավորումների վրա մասնագետներին մի օրվա մեջ չես պատրաստում։ Եվ մի օրվա մեջ ասես վաղը բերենք, չգիտեմ, ամերիկյան համակարգ դնենք, դրա մասնագետներ չենք ունենալու։ Ինչ վերաբերում, ասենք թե մեր ազգայինը պետք է լինի զարգացնել եւ ամեն ինչը։ Այո, մենք դա ենք անում։ Ես հիմա հարց եմ տալիս, որ ասում եք ազգայինը զարգացնենք, ինչ միջոցներով։ Հիմա որ դուք պատկերացնեք, թե ինչ գումար արժի այս հակաօդային պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, դա միլիարդների հարց է։ Միլիարդների։ Եվ շատ ճիշտ այստեղ նշվեց, մենք 20 տարի է պատրաստում ենք մասնագետներ, 20 տարի։ Սա նույնիսկ եթե վաղը ուզենաս մի բան անես, ես համամիտ եմ դու ի վիճակի չես։ Մեր միջոցները չեք ներկայացնում, չէ՞։ Դուք հիմա իշխանություններին չեք ներկայացնում, չէ՞։ Եվ իշխանությունների փոխարեն հիմա իշխանությունները անդադ ասում են մեծ գումարներ է պետք, դան հնարաբան։ Երբ որ մարդիկ տեսնում են այդ գումարները ինչերի վրա ծախսվել, 20 տարի ինչերի վրա գնացել։ Հիմա գոնե դուք պետք է նաև այդ ուղղությամբ ասեք։ Մարդկանց ասել անդադ որ փող չկա, դրա համար մենք պետք է այս անենք, փող չկա, դրա համար պետք չեն շեղում։ Մեկ ստանցիա վրա օլիգարխի անուն գրենք, էլ միլիարդներ գիտենք։ Լոս Անջելեսի տներով։ Դա ուրիշ հարց է։ Դա ուրիշ հարց է։ Ես հիմա խոսում եմ հակաօդային պաշտպան միջոցների մասին։ Միջոց եք ասում, այո, չէ, ես ասում եմ միջոցը, այո, դա այլ հարց է։ Չխառնենք։ Մենք պետք է պայքարենք այդ միջոցները։ Միջոցը, այո, մենք գտնենք եւ այստեղ մեր խնդիրն է։ Ես այդ թեմային, եթե խոսենք այդ թեմայով, դա ուրիշ հարց է։ Ես դա ասում եմ, որ մենք չունենք, նույնիսկ եթե մենք ինչքան որ ունենք, մեր բյուջեն ամեն ինչը դնենք դրան, մենք ի վիճակի չենք։ Դա պիտի մենք գիտակցենք, այդ մեջ։ Այս եղած տվերով, այո։ Ոչ, նույնիսկ եթե մենք բոլորին հավաքենք այդ գումարը, դա բավարար չի։ Ինչը պրակտիկորեն անում։ Այո, հիմա ինչ շարունակում ենք։ Իհարկե, պետք չի վիրտուալ բաներից խոսել։ Չէ։ Հա։ Կա մեր հնարավորությունները, նույնիսկ այն թերությունները, որ վերացնենք, էլի հարց առաջանում։ Դա առաջին, երկրորդը, այն ինչ որ մենք ունենք, մենք դա վերցրել ենք Ռուսաստանից, այն ինչ որ մենք ունենք, էժան գներով։ Ասենք, եթե Ադրբեջանը վերցրել է 2 դիվիզիոն 150 միլիոնով ամեն մեկը, դուք պատկերացնում եք, մենք ունենք 6։ Դա ում շնորհիվ, այս մեր համագործակցության։ Մենք ունենք, ասենք թե այլ համակարգեր, սա լուրջ համակարգ է, գումարային մեծ պահանջներ ունենալով։ Հիմա ինչ վերաբերում, ասենք թե եթե չվավերացնեն, չէ՞։ Ուրեմն ես նորից եմ ասում, սա եթե սա չի վավերացում, գործում այն հին համակարգը, ինչ որ մենք ունենք, որը 98 թվականին մենք բացել ենք եւ այնտեղ հստակ նշված է այն Ռոստով կապվելը, դա այլ պատմություններ է։ Բայց այստեղ համակարգը գործում է եւ զինվորականները գործում են հրամանների ներքո։ Այս պայմանագրի տակ եւ նախորդ պայմանագրի տակ գրված են ինստրուկցիաներ, որտեղ գրված է ամեն ինչով ինչ է անում։ Ամենը դրականը սրային է, որ արլևս հրամանը տալու է հաստեղ հայկական հրամանատարը։ Դա ամենադրական բանն է, էլեմենտն է։ 98 թվին ես հակաօդային պաշտպանությունով զբաղվում եմ 91 թվին։ 98 թվին, երբ որ մենք ստեղծեցինք հրամկետը, եւ տեսայերիզը կտամ։
98 թվին։ Այդտեղ հստակ որոշում ընդունում հայկական կողմը։ Եվ հրամանատարի տեղը այդ հրամկետում նստած է մեր հակաօդային պաշտպանության հրամանատարը, իր կողքին նստած են ներկայացուցիչները բազայի, որոնք իրականացնում են ինստրուկցիան, որը համաձայնեցված է, ինքն էլ ինքնագլուխ չի անում։ Խնդրում եմ ինձ ասեք, դուխ ունենալու է ու իմանա, որ իրան ոչ մի բան դրա համար չի լինելու։ Նայեք, երկու հարց է այստեղ կանգնում, որը նույն ապրիլյան այստեղ մի փոքրիկ բան։ Ես ինչից սկսեցին անից, որ ունեցել ենք հրամանատարներ, որոնք տեղում որոշումը վերցել են իրենց վրա, կատարել են, ու այսօր մենք ունենք շատ ավելի դրական իրավիճակ այդտեղ, քան թե որտեղ ստիպված այդ բոլոր ինստրուկցիաներով սպասել են վերևից գա հրաման ու ոչ մի բան չեն արել, ունենք մի քիչ խնդիրներ այդ մասերում։ Այստեղ ինձ շատ է հետաքրում, այդ ինստրուկցիաները գրվում է, բայց այդ ինստրուկցիաների տակ, օրինակ, ես վստահ չեմ, որ դուխը եթե ունեցավ էլ ասեց սենց արա, վաղ ինքը պրոբլեմ չի ունենալու։ Մի անգամ պրոբլեմ ունեցավ, էլ երկրորդ անգամ դե դուխով հրամանատար չի լինելու։ Նորից եմ ասում, իմ համար սա պայմանագիր է, որը ունիկալ առաջի անգամ բանակցված է դրական հնարավորություններով, բայց հնարավորություններից կօգտվեն թե ոչ, այստեղ գալիս է մեծ պրոբլեմ եւ այս հարցերի պատասխանները չկարողացա ստանալ։ Ուրեմն այն ինչ որ դուք ասում եք, դեռ 98-ից որոշումը ընդունում էր հայկական կողմը։ Երբեք Հայաստանում չի եղել, որ հակաօդային պաշտպանության ոլորտում որոշումը ընդունի, դա տրամաբանության դեմ է։ Ես դրա համար ասում եմ, դե շարունակում եմ։ Բազան, պայմանագիրը բազայի, դա մի փաստաթուղթ է։ 97 թվի պայմանագիրը մեծ, երկրորդ փաստաթուղթն է։ Մեր մոտ ստեղծված է, հիմա ասեմ դա որ համակարգի մեջ է մտնում։ Մենակ մի բան ասեմ, միգուցե բան անենք։ Երրորդ անգամն եք 2000, որովհետև շատ կարևոր բան եք ասում, որը պետք է հասկանանք, ոնց արդեն պաշտպանության հանձնաժողովի անդամ, եթե արտաքինը մի կողմ դնեմ։ 2015 թվականին, երբ որ մենք գնացել ենք, այն ճանապարհը հրամանատարական, որը ես նկարագրեցի, 2015 թվականի դեկտեմբերի 23-ը։ Մենք 2015 թվականին հանձնաժողով արել ենք այցելություններ հոբ համակարգերի տեսնելու, ուսումնասիրելու, վերահսկողություն անելու, այդ քաղաքացիական վերահսկողության ներքո։ Ունենալով հանդիպումների ժամանակ մեզ ներկայացվել այդ հրամանատարական շղթան, որ այսպես խնդիրներ եք ունեցել, ու այս պայմանագրի դրականը նա է, որ այլևս ունենում ենք Հայաստանի։ Հիմա երբ որ դուք ասում եք դա 98-ին կար, ու մեզ ներկայացնում են, որ սա նոր պայմանագրով է լինելու, այստեղ ես արդեն ունենում եմ երկրորդ կասկածի խնդիրը։ Թե ինչպես է եղել բանը, որ մեզ սա դրականն էին ներկայացնում։ Չէ, դրական նորից եմ ասում, դա չի կարող։ Հիմա տեսեք, ես շարունակեմ, հարցեր կարող առաջանալ, եւ դրա համար այստեղ կետ կա, որպեսզի եթե հակասություն է առաջանում, կա հանձնաժողով։ Հիմա ասում եմ, կա ռազմական բազա, կա ՀԱՊԿ։ Ուրեմն ՀԱՊԿ-ը մեզ համար, պարոն Հակոբյանը ասում, ասենք, թե Իրան հետաքրքրում ավելի շատ հայ-ռուսական հարաբերությունները։ ՀԱՊԿ-ը մեր պարագայում դա մեր ուղղությունն է։ ՀԱՊԿ-ը գործում է 3 ուղղություններով՝ արևմտյան, հարավային եւ մեր ուղղությունով։ Ուրեմն դա այստեղ ստեղծված է զորամիավորում հայ-ռուսական, որի նույնպես հրամանատարը հայ է։ Այն ինչ որ կա այս տարածքում, մտնում է այդ զորամիավորումը, չէ, հրամանատարը հայ է։ Այս համակարգը նույն ձև իր հակաօդային պաշտպանությունով, որը որոշում ընդունում է հայը, մտնում է այս համակարգի մեջ։ Ես հարց ունեմ ձեզ, Ռուսաստանը թույլ կտա, որ ադրբեջանական ուղղաթիռները ռազմական, որ մտնեն մեր տարածք, այդ ռուսական այդ բանով խոցեն։ Ռուսաստանը թույլ չի տալու, հրաման է տալու, գլխավորը հետո ասում եմ ռազմավարական գործընկերն է Ադրբեջանը, թույլ է տալու խոցել։ Հիմա լսեք նորից եմ Չէ, կոնկրետ հարց եմ տալու։ Կոնկրետ հարց եմ տալու։ Իր ռազմավարական գործընկերը, ում վրա որ վաճառել այդ ուղղաթիռները, թույլ է տալու մենք խոցել։ Մենք ստեղ քաղաքական բաներ չխոսենք։ Ես մի բան ասեմ, օրենքով դա գրված է եւ հիմա դեր ուղղաթիռի մասին որ մտել են, ասում եք ինչ արեց համակարգը։ Բացատրում եմ ձեզ։ Ուրեմն երբ որ ուղղաթիռները մտան մեր տարածք, որ կան որ դուք այդ լավ չեք պատկերացնում, ուրեմն դա գնահատում է գնում իրավիճակի։ Եվ կա զինիթահրթիռային համակարգ, որը կարող է այդ ուղղաթիռները միանգամից խոցել, երբ որ իրանք մտել են մեր տարածք։ Բայց քանի որ այդ հրամկետում գնահատվում է, ինչ սպառնալիքներ կան այդ ուղղաթիռներից եւ ինչ որոշում ընդունել, ապա գնահատելով որ այդ երկու ուղղաթիռը ի վիճակի չեն վնասել այստեղ, որոշումը ընդունվել ռուսական ինքնաթիռները բարձրացել են
եւ գնացել են դեպի այդ կես ժամ հետո այս կես ժամը պետք է այլ խնդիր իրանք ունեն եթե կարելի է ասենք գնացած են եղել խնդրում եմ 2 րոպե ես համակ ուշադրությամբ ձեզ լսեցի խնդրում եմ Այդ որ մեր ուղղաթիռը խոցվեց այդ ժամանակ նորից է խնդրում դուք Ղարաբաղի Ղարաբաղն է դա ինչ կապ ունի սրա հետ ինչ է խառնում մեծ կապ ունի ոնց Ղարաբաղում չի գործում շատ դաշնորեն վիճում են թող ավարտեն նոր դաշնորեն կապ ունի Ես ասեմ հետեւյալը նախ ուզում եմ իմ շատ արգելի գեներալի հետ մի քիչ վիճել բանավիճել այն առումով որ հապկը տեսեք վերջերս Բելոռուսի պարլամենտը որոշում ընդունեց որ իր զորքերը միայն օգտագործվելու է իր երկիրը պաշտպանելու համար հապկի ցանկացած պետություն այսօր հույս դնել որ մեր հարամարությունությամբ այստեղ բան կանի դա ինքնախապության նման մի բան է դրա համար ես ներողություն խնդրում եմ դա էի ասում մի րոպե մեր խնդիրներն է որ մի քիչ շատ ենք միջամտում չենք թողում ամբողջական լինի միտքը ուրեմն հապկը ես ասում եմ հապկը դա առայժմ քաղաքական ֆորմա է որը ոչինչ չի տալիս Հայաստան ավելի քիչ դաշնակիցներ ունի հապկում, քան Ադրբեջանը նկատի ունեմ Ղազախներին, Ղրղզներին, Բելոռուսին, նույնիսկ հիշում եք ինչ ասաց Լուկաշենկոն։ Դրա համար ես ասում եմ պետք է հստակ տարանջատել եւ հապկը եւ այս հոպը չխառնել իրար, որովհետեւ հենց խառնես արդեն լրիվ ուրիշ տեղ են գնում։ Սա մեկ։ Երկրորդը ի վերջո ես համաձայն եմ պետք չի մենք ներկանանք մուրացկան եւ ասենք գիտեք մենք փող չունենք դրա համար մենք ստիպացենք կապնել դրան եւ ճիշտ է հասարակական կարծիքը մենք այս ընթացքում 30-ից 40 միլիարդ ստվերով եւ սպիտակ ծրարով դուրս են կանել փող են կանել Հայաստանից որը կարող ենք 20 հատ հապկ ստեղծել այստեղ այսինքն պետք չի դրանով մենք մուրացկան պետություն չենք որ ասենք փող չունենք դրա համար պետք է կապնենք մեկի պոչին Համաձայն եմ, որ ի վերջո մի քիչ խելքներս գլուխներս հավաքենք, հասկանանք, որ գոնե մեր ինտելեկտուալ պոտենցիալը թույլ է տալիս ժամանակակից զենք ստեղծել։ Հիշեք Իսրայելը 0-ից ստեղծեց այդ պետությունը 20 տարի հետո ինքը իր անվտանգությունը ապահովեց եւ զենք է վաճառում։ Ադրբեջանի օգտագործած զենքերի ամենավտանգավոր զենքերը եղել են Իսրայելի արտադրության եւ ինքը կարողանում փակել իր անվտանգության տարածք ամբողջությամբ եւ զենք վաճառել։ Խնդիրը այստեղ համաձայն եմ, Թևան Պողոսյանը ճիշտ է ասում։ Չնայած ինչքան հասկանում ավելի շատ կողմ է խոսում այս պայմանագրին քան դեմ։ Ոչ թե դրանով ասում տեքստը բանացել դա տեքստը մի կողմից կյանքում ոնց է աշխատել ինձ դա բացատրեք։ Մենք մի խնդիր այսօր ունենք, եթե հավաքական մտածողությունը մեզ կբավարարի, առայժմ չի բավարարել այս 25 տարիների ընթացքում, այդպես որբ ենք մնացել։ Մենք պետք է կարողանանք իսկապես մեր ինքնապաշտպանությունը մենք բանակ պետություն ենք, ասենք թե չասենք, իրականությունը սա է։ Մենք այս տարածաշրջանում ոչ թե դա մեր ընտրությունն է, դա մեր ճակատագիրն է։ Մենք դարձել ենք բանակ պետություն, պիտի մտածենք ոնց անենք, որ կարողանանք այս տարածաշրջանում ապահովել մեր անվտանգությունը։ Ցավն է, որ մենք ունենք այդ ռեսուրսը, թե ինտելեկտուալ ռեսուրս ունենք եւ տեսեք, ես ասում եմ, մոտ 30-ից 40 միլիարդ դուրս է եկել։ Ունենք հզորը սփյուռ։ Ուղղակի պետք է ծրագիր ունենանք եւ կարծում եմ այս պահով մենք պետք է հասկանանք, այլ ընտրանք չունենք, ոչ ՀՕՊ-ը, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը, դրանք կարող են օժանդակել։ Այս խնդիրը մեր մեջ է, մենք պետք է կարողանանք իսկապես ապահովել մեր անվտանգությունը, որի հնարավորություն ունենք, եւ վստահ եմ, որ մենք կգնանք այդ ուղղությամբ։ Խնդրեմ թերևս անցնենք ամփոփիչ խոսքերին։ Մենք խոսում ենք այստեղ այն դասերի մասին, որ մեր պատմությունը մեզ տալիս է։ Մի լավ դաս տվեց մեզ ապրիլյան քառորյան։ Այսօր երբ մենք ունենք այսպիսի պայմանագիր, ունենք այսպիսի քննարկում, կասկածներ, հիմնավորումներ, ինչ դաս մենք պիտի քաղենք այս ամենից։ Վավերացրել ենք, լավ, հետո, խնդրեմ։ Այո, մենք պիտի հույսը դնենք մեր վրա, օգտագործելով մեր ռեսուրսները, ինչքան դա հնարավոր է, այո, մենք ունենք այդ ոլորտում մեծ բաց թողումներ, ես կարող եմ ասել, այն որ դուք ասում եք, մեր տնտեսությունը չի ապահովում այսօր այն սպառնալիքները, որ ունի Հայաստանը։ Չնայած որոշ մարդկանց գերշքեղ կյանքին, Հայաստանի կենցաղին եւ կյանքին անհամապատասխան։ Ես չեմ խոսում, որտեղ թեման այսօր չի։ Իհարկե, ինչու մեր բյուջեն պետք է լինի 3 միլիարդ, հարց եմ տալիս։ Ինչու մեր բանակի բյուջեն պետք է լինի 400 միլիարդ։ Եկեք նայենք, դա ինչ փող է։ Մենա զինվորի ուտելիքին գնում է 100 միլիոն, իսկ աշխատավարձ 120 միլիարդ է։ Տակը ինչ է մնում։ Եթե մենք այդ թեման առանձնանք, դա այլ թեմա է։ Բայց մենք ունենք իրականություն այսօր, ինչը մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, ինչ որ մենք ունենք այսօր։ Դրա համար դասը մեկն է, որ մենք ճիշտ քաղաքականություն ենք վարել 91 թվականից մինչ այսօր, ինչի շնորհիվ, եթե վերաբերում այս թեմային, մենք ստանալով սովետական միությունից 3-ից 4 անգամ ավելի քիչ միջոցներ Վրաստանը, 5-ից 6 անգամ ավելի քիչ, քան թե Ադրբեջանը, ունենալով ավելի փոքր տնտեսություն, ունենք այսօր հակաօդային պաշտպանության համակարգ, որը գերազանցում է եւ Ադրբեջանին եւ Վրաստանին։ Դասը հետեւյալն է, որ ճիշտ քաղաքականությունը արտաքին եւ ներքին մենք պետք է վարենք այնպես, որ դա հզորացնի եւ ապահովի մեր պետությունը։
ինչ մենք կարողացել ենք անել արտաքին քաղաքականության շնորհիվ, ներքին քաղաքականություն մենք ունենք բացեր, որը պետք է լրացնենք։ Խնդրեմ, պարոն Մարուկյան։ Ես ուղղակի տնտեսության թեմային կցանկանայի անդրադառնալ, պարոն Հարությունյանը շատ լավ նշեց, որովհետև միշտ խոսվել է, որ մենք ունենք ուժեղ բանակ, մարտունակ բանակ, զինված ուժեր, փառք ու պատիվ մեր բանակին, բայց շատ կարևոր է խոսել նաև տնտեսության մասին, որովհետև եթե պատերազմ լինի, մեզ պետք է այնպիսի տնտեսություն, որ իր ուսերի վրա կկրի այդ պատերազմը եւ այդ բանակը կպատերազմի, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Եթե ավելի երկար այո, նման բլոկադայի մեջ հիմա Լարսը փակվել է, տեսեք ինչ է կատարում երկրում։ Եվ սա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք կենտրոնանանք թիկունքային աշխատանքի վրա, մեր տնային աշխատանքը լավ կատարենք եւ հույսներս մեր վրա դնելու առումով ես կարծում եմ, այո, մենք ունենք եւ մարդկային ռեսուրս, եւ ունենք եւ ֆինանսական ռեսուրս, ամեն ռեսուրս էլ կա, եղել է եւ լինելու է։ Այլ բանա, որ ունենանք տեսլական դա զարգացնենք եւ մեր երկիրը ուժեղացնենք, հզորացնենք։ Ինչ վերաբերում է հոբ պայմանագրին, սա հենց հոբ պայմանագրի հարցը չէ։ Սա մեծ հարց է, սա հայ-ռուսական հարաբերությունների հարց է։ Հայ-ռուսական հարաբերությունների հարցի հետ կապված ես մի բան եմ ասել։ Կա վստահության դեֆիցիտ ապրիլյան դեպքերից հետո եւ վերջին հաշվով նաեւ մինչեւ այդ էլ է դա բարձրաձայնվել եւ որպեսի ես որպես հայ քաղաքացի որևէ հակառուսական բան, որևէ հակա, չգիտեմ, ճապոնական, ես այդ գծերի մեջ չկամ։ Ես որպես քաղաքացի ուզում եմ այդ վստահությունը դուրս գա մեր մեջից։ Դա ոնց կարող է դուրս գալ իմ կարծիքով։ Իմ կարծիքով կարող է դուրս գալ իրավական, ես շատ լավ հիմնավորել եմ ճանապարհ գոյությունի դրա համար։ Եղած պայմանագրերը Ադրբեջանի հետ դադարեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, հենվելով են իրավական հանգամանքների վրա, որի համաձայն Ադրբեջանը թույլ է տվել ռազմական հանցագործություններ, ագրեսիայի ակտ, ռազմական հանցագործություններ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն է խախտել։ Եվ դադարեցնում է համագործակցությունը։ Պատկերացնում եք խորհրդանի քննարկումը ամբողջությամբ կփոխվեր։ Ուրիշ քննարկում տեղի կունենար, կարող է դեմ մարդ էլ չլիներ։ Սա է։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Նայեք, մեզ պետք է երևի դասերի, եթե տեսակետից նայենք, ապա հենց նույն ապրիլի դասերը վերցնենք, չէ՞ որ մենք Արցախը միակ իրական ռազմավարական դաշնակիցն է, որը Հայաստանը ունի։ Շագերտների մեջ ասեմ, որտեղ հասկանալը մեկ լավագույն տեղն է դասեր քաղելու։ Հոբ համաձայնագրի մասին եք խոսում։ Այնտեղ շատ լավ երևաց, թե ինչ բացեր ունեն մեր համակարգերը։ Ես էլ եմ համաձայն, որ Զանգեզուրում կանգնած այս 300-ը կապահովեր, բայց այս 300-ով դու, ասենք, դրոններ չես խփում։ Դա լրիվ այլ բան է։ Նրանից, որ ասենք մենք ունենք 6 հատ 300, բայց մեր վրա դրոններ կան, դրանք չեն աշխատելու։ Մեզ այլ բաներ է պետք։ Այստեղ պետք է գալ այդ նույն խնդրին, թե ինչ տնտեսական մեխանիզմներ պետք է բերենք, նոր համակարգեր բերենք, դնենք, համապատասխան ավելի արձիական, մոբիլ, միգուցե համակարգեր, որոնք միգուցե իմաստով թանկ են, բայց իրենց կրակող միջոցները ավելի մատչելի են, որտեղ պետք է պահպանվեն, որտեղ ամեն ինչ տարբեր կառավարման մեխանիզմների մեջ է լինելու։ Եվ դրա հետ միասին պետք է հասկանանք հաջորդ խնդրի դասը։ Արդյոք մենք եղած պայմանագրերը կյանքի կոչելու ունակ ենք։ Մենք պետք է սկսենք այլևս ցանկացած թղթի վրա գրած օրենք, պայմանագիր պահանջատեր լինեն կյանքի նայելու։ Ոչ թե ասենք, որ օրինակ նայեք մենք անում ենք, չգիտեմ, ամիսը 7 անգամ վարժանքներ ու դա միայն եւ միայն մատերի արանքով նայելու կանչեն կամ վայեն կոմատ գրեն, ասենք 5 գնացիք, իսկապես տանենք այդ վարժանքները անենք։ Իսկապես այս ժամանակ տեսնենք ոնց է սա աշխատելու սցենարները ընկալենք եւ պահանջ դնենք։ Մենք այլևս իրավունք չունենք շռայլելու մեր թղթի վրայի գրածը կյանքի չկոչելու։ Այդ դրա վստահությունը երբ որ լինի, ամեն ինչ լավ կլինի։ Կլինի այսպես պայմանագիր նույն Ռուսաստանի հետ, կլինի ուրիշների հետ, էլ վստահ ենք կնելու, որ նրանք կանգնվելու են եւ օգտվելու են։ Հիմա մենք ունենք իրականում ամենամեծ դասը ներքին վստահությունը, որ մենք օրենք կընդունենք կամ կխոսանք կամ կասենք կոռուպցիայի դեմ պայքար, դա իրականությանը համապատասխան խոսքից գործի է պետք անցնել։ Այդ դա է տեղը, որ մենք կաղում ենք։ Եվ կներեք, այլևս ժամանակ չունենք դանդաղ շտապելու։ Պետք է լավ ճիշտ ձևով շտապենք։ Եվ պարոն Հակոբյան, խնդրեմ։ Լավատեսության այդ ակնկալիքներին ավելացնեմ համաձայն լինելով դրանց հետ։ Ասեմ, որ եկեք փաստենք, որ այնքան միլիտարիզացված է մեր ռեգիոնը, որ այսօր Հայաստան ու Ադրբեջան 5 անգամ կարող են իրար վերացնել ամբողջությամբ։ Խնդիրն այն է, որ մեծ քաղաքականության մեջ թույլատվության սահման կա, պետք է խոստովանենք, եւ շատ պրոֆեսիոնալ դիվանագիտություն է անհրաժեշտ, որ մենք կարողանանք այդ զենքը եւ այլն, այդ ամեն ինչը ճիշտ ունենալ, օգտագործել եւ մենք կարողանանք այս իրավիճակում ծանր իրավիճակի կարող ենք շատ դուժել, կարող ենք շատ օգտվել։ Իսկապես կյանքում լինում են նման պահեր։
եւ մենք կարող ենք օգտվել։ Երկրորդը, ես ուզում եմ ասել, որ այսպես սա այն հարցն է, որ դիմության դաշտում պետք է չքննարկվի եւ չի քննարկվում։ Իշխանություն եւ ընդդիմության սա այն նշաձողն է, որից այն կողմ քաղաքական կոնյունկտուրան, գուսակցական կոնյունկտուրան չկար եւ կարծում եմ բոլորը զգացին։ Սա այդ դասը պետք է մենք ունենանք։ Երրորդը, լուրջ քայլելով շատ ճիշտ է, Էդմոն Մարուկյանը մի քանի անգամ շեշտեց, ի վերջո մենք խնդիր ունենք վստահել մեկս մյուսին։ Այդ տարապանքի փորձից է, որ մարդիկ չեն վստահում։ Մարդիկ երբ խոսում են, որ էս չունենք, այն չունենք, փոքր պետություն ենք, բոլորս գիտենք թե ով ինչ ունի, գիտենք որ մի քանի օլիգարխի թափ տանք, մի քանի հատ հոպի համակարգ կարող ենք ստեղծել, հա, այդքան բաներ կանենք։ Պիտի մենք կարողանանք միմյանց վստահել։ Վստահության այդ դեֆիցիտը այսօր մեզ իսկապես սահմանի վրա մեր զինվորն է պատասխան կրում։ Մեր զինվորը պետք է պաշտպանված լինի։ Սա եկեք համաձայնենք, բոլորս էլ կարծենք շատ թե քիչ գիտենք իրավիճակը որն է։ Այսօրվա մեր սահմանը այլևս ապրիլի 2-ի սահմանը չի իր պաշտպանվածությամբ, իր ամեն ինչով, մեր զինվորը եւ այլն։ Հերոսներ էին մերոնք։ Հերոս էին իսկապես, բայց իսկապես մենք պետք է ասենք համաձայն եմ։ Մենք գովում ենք, այս վիճակում ենք, լավ ենք եւ այլն, բայց բարձրապես չէ։ 3-4 ժամում կարողացել են շատ մեծ առավելություն ունենալ, հետո մեր զինվորը իր հերոսությամբ կարողացել է հետ բերել։ Այն որ ասում են հայի հետին խելքը իմը լինել, կարծում թուրքերն են, չէ, այդ բանը դրել շրջանառության մեջ, բայց արդեն վաղուց դրանից դուրս գալու ժամանակներն են, իմ գիտակցական կյանքում միշտ ուզում եմ տեսնել որն է այդ հայի հետին միտքը, գուցե ինչ-որ պահն է, որ այդ հետին միտքը տեսնենք որն է եւ դրանից օգտենք, որտեղ այլևս տեղ չկա նահանջելու։ Հետին մտքով չմտածել արդեն միանգամից ուղիղ գործողություններով առանց չէ, սրանց հետո այդպես փորձ մտածել։ Մի խոսքով մենք այսօր մեր պատմությունը ասել է հետեւյալը. այս մեր վարած քաղաքականության պատճառով 310,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը առաջի դարում 21-րդ դարում դարձրել է այսօր դե յուրե ունենք 30, դե ֆակտո ունենք 40-30։ Մենք պիտի հասկանանք, որ այս մեր պատմության կորուստների պատմությունը պիտի միտեղ կանգնի եւ հասկանանք, որ մենք իրավունք չունենք այլևս փոքրանալ։ Շագրենի կաշի ենք դարձել եւ գիտեք ինչ, սա հենց այնպես չեմ ասում, պատմականորեն պատմությունը ցույց է տվել շատ վճռական մոմենտներին մենք անում ենք այն ինչ որ հնարավոր չի պատկերացնել որ կարող ենք անել։ Այսօր մենք ապրում ենք, երբ հույսներս մեզ վրա ենք դնում ու ոչ թե ապավինում ենք երրորդ ուժի, չորրորդ ուժի կամ չգիտեմ։ Այս պայմանագրի մեջ իմ համար կարևորը մեր դիրքորոշումն է, ոչ թե մյուսը։ Մի բան ավել ասեմ։ Շատ վտանգավոր բան է, երբ ասում եք հույսը պիտի դնենք մեր վրա։ Դա կնայ դա աքսիոմա է, մեր վրա պիտի դնենք։ Ինչ առումով, որ մենք պետքա ճիշտ քաղաքականություն վարենք եւ արտաքին եւ ներքին այդ տեսանկյունից։ Իսկ երբ որ մենք ասում ենք հույսը պիտի մեր վրա դնենք եւ ոչ մեկի հետ դա բերում է նրան, որ մենք ռեալ չենք գնահատում իրավիճակը։ Նկատի ունեմ, որ անգամ երբ դու ունես դաշնակիցներ, այնուամենայնիվ հույսդ պետք է դնես քեզ վրա եւ դաշնակիցների հետ էլ դաշնակցային հարաբերությունները այնպես կառուցես, այնպիսի փաստաթղթերով, այնպիսի պայմանագրերով ու հիմնավորումներով, որոնք քեզ թույլ կտան չունենալ, ինչպես պարոն Հակոբյանը ասաց, այդ խռովածի կեցվածքը դաշնակցից, բայց միևնույն ժամանակ հնարավորություն կտան ցանկացած հարցում առաջ տանել քո սեփական պետականության շահը, ազգային շահը։ Ի վերջո պատմությունը ինչ ցույց տվեց, որ այն ժողովուրդներն են կենսունակ, այն ժողովուրդներն են անցնում դարերի միջով, որոնք ընդունակ են եղել առաջ տանել իրենց ազգային շահը, պետականության շահը։ Երբ հայերը հույսները դրել են ուրիշ ուժերի վրա, հաճախ դա պետականություն է արժեցել, պատմությունը դա էլ է ցույց տվել։ Շնորհակալություն, որ այսօր եկաք, այս քննարկմանը մասնակցեցիք։ Եթերում պատմության դասերն էին, մենք եթերում ենք յուրաքանչյուր 3-շաբթի եւ 4-շաբթի, ակտիվ ենք նաեւ վիրտուալ հարթակում, կարող եք մասնակցել քննարկումներին Շանթի Facebook-յան պաշտոնական կայքեջում, մենք դրանք կարդում ենք, ամփոփում ենք եւ ներկայացնում։ Շնորհակալություն, եթերում պատմության դասերն էին, հաջողություն։